Այս գյուղի մասին հիմնականում բոլորս լսել ենք, բայց թե ովքեր են սերվել եւ շենացրել այս գյուղը, հենց այսօր կբացահայտենք ձեզ եւ մեզ համար։ Արծվանիկ, մենք գալիս ենք քեզ բացահայտելու։ Գնացինք։ Պատմական ուհին է Արծվանիկը։ Կապան քաղաքից 10 կիլոմետր հյուսիս-արևելք, Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղերի վրա թիկնած, երկհարկանի տներով, թփուտած ծածկ, հարուստ ընկուզենիներով, հացահատիկի դաշտերով։ Նախկին գյուղը գտնվել է Արծվանիկից 1 կիլոմետր հարավ-արևմուտք։ Հնու մտել է մեծ հայքի Սյունիք աշխարհի Բաղ գավառի մեջ, ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին տվել է 12 միավոր հարկ։ Ստեփանոս Օրբելյանը գյուղի անունը կապել է Երիցավանքի վանահայր և հետո Սյունիքի եպիսկոպոս Երիցակի անվան հետ։ Երեցվանիկ անվան ձևափոխությունից էլ առաջացել է Արծվանիկ անունը։ Սիրելի համաքաղաքացիներ, մեր շատ սիրելի հետևորդներ, գտնվում ենք Արծվանիկ գյուղի ճաշարանի շենքի մոտ։ Ասում են ճաշարանից հետո սա արդեն դարձավ փուր։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1929 թվականին։ Բնակչությունը զբաղվել է դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։ 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարի սկզբում գյուղի բնակչության թիվը հասնում էր 700-ի, բայց տարեցտարի թիվը նվազում էր։ Տասնյակ տների դարպասներ ագուցված էր ժանգոտ կողպեքներով։ Ստենք պոչտայից ինչ ենք ստանում։ Power bank։ Ժամանակի սենց է։ Բռնության են ենթարկվել մի շարք գյուղացիներ՝ Գասպարյան Գասպարը, Զաքարյան Արմենն ու Իշխանը, Մանուչարյան Արամն ու Արշակը, Մերանղուլյան Խոսրովն ու Արմենակը և այլոք։ Կային ձայնազուրկներ՝ Սոֆյան, Գեդեոնը, Խոսրովը, Անան, Վարսենիկը։ Դդումների սեզոնը, աշունա, էլ ինչ աշուն առանց դդումի։ Բարի գալուստ Արծվանիկ գյուղ։ Աշխարհում չկա մի գաղափար հանուն, որի արժեր թափել մանկան արցունքները։ Սա Դոստոևսկու խոսքերն են։ 30-ականների սերունդը շատ արցունք թափեց, բայց այսքանով կամփոփենք կորուստները։ Գնանք դեպի հանգիստ ու անխռով Արծվանգաձորերը։ Ավին ուզում ենք փրկենք։ Բայց պիտի հանես, Գաբրիել, ուզես չուզես։ Ինչ։ Պիտի հանես։ Եկ։ Բա ինչ եմ անելու, եկ։ Վարդուշ եկ։ Վարդուշ եկ։ Կապը։ Յանա հենը կարե։ Մանը իմ ավելի սիրուն է։ Չէ, իմ ավելի սիրուն է։ Ժողովուրդ գրեք տեսնենք ոչ ագարն ավելի սիրուն։ Գյուղի կրծեր փոքրիկի հետ ենք ծանոթացել, անոնց ինչ է։ Լավ ես։ Լավ է գյուղում։ Գործերը լավ են, դեսրտի կարա։ Վայ։ Արծվանիկ գյուղի անունը կապում է նաև Արծվաքարի հետ, որը գտնվում է գյուղից 2 կիլոմետր դեպի հյուսիս։ Այդ բարձրաբերձ ժայռում բնակվում էին շատ արծիվներ, որի համար էլ այդ ժայռը, որն ի սկզբանե կոչել են Չվին քարի գլուխ, անվանել են Արծվանին։
Ավանդազորույց կա նաև արծվի ու ինչ որ մի անիկ աղջկա մասին։ Բանաստեղծական լուծումներով միավորվել է եւ դարձել արծվանիկ։ Արծվանիկի տարածքում է գտնվում Կարմրավանք գյուղատեղին, եկեղեցով ու գերեզմանատնով, ինչպես նաև Ագրավի տապան ու Ճգնավորի մատուռ միջնադարյան կառույցները։ Հնագույն ամրոցի ավերակներում գտնվել են մոտ մեր թվարկությունից առաջ 4-ից առաջին դարերի ձայնարկու գուսաների բրոնզե արձանիկներ։ Ենթադրվում է, որ կենդանիների պաշտամունքի խորհրդանիշներ են։ Արձանիկներն այժմ պահվում են Մոսկվայում, Պատմության պետական թանգարանում։ Սիրելիներս, ծանոթացել ենք Տիկին Անահիտի հետ, շատ հյուրընկալ մարդիկ են ու տունն էլ աուրան այնքան ջերմ է։ Հիմա մինչև սուրճը կպատրաստվի, մի քանի հարց տանք Տիկին Անահիտին։ Տիկին Անահիտ, ինչպես եք։ Շատ լավ, գերազանց։ Մոդապրոցը իսկականից ռոքվորկյալի սնլա է։ Ես ասում եմ, ես 71 թվին բացայել դպրոցը։ Առաջի շրջանավարտում դեր դպրոցի։ Կեսից եմ դպրոցից եկալեք Մուքարթե, մայիսից եկալեք ներքևի դպրոցը։ Համարա եծարեր բեն հուշկա մուքով տնգաչ չարվա մակրությունը դա եւ այլ։ 71 թվին այ բրծալեք է դպրոցը ուզում ասեմ, բայց դե խային է դպրոցը մենք քանդում թազա դպրոցն կառուցում լավնանում, թազա սերունդի համար, բայց դե կայում չում իսկականից նոր դպրոց է էլի։ Դե Հեն քանդում, բայց դե լավն բայց իրականում մի բան դասարանում քանի հոգի էիք։ Դասարանը առաջի դասարանը Մուկվորասիմի 35 հոգիք լա։ Դե տնօրենը Մկրչյան Արսենը լա։ Նդանից Մանուչարյան Էդուարդն Մանուչարյանը լա։ Դրանց Մելքոնյան Մարուսյան լա, հիմա կենթանի է ինքը, երեք տսալն, գերեզմանոցում։ Որտեղ է լինում Մարուսյան։ Մարուսյան ներքևում է։ Հենե որ քիմս ծերանոց է, ծերանոցի մոտ տունն է։ Դասարանն է 18 հոգիք լա, որ արդեն 10-րդը ավարտալը։ Ժամանակի ընթացքում թե ինչպես են մաղվել մեր ավանդույթները։ Տեսեք, հայկական հարսանիք։ Եվ այստեղ նույնպես հայկական հարսանիք է։ Իսկ հիմա մեր օրերում ինչ հագուստով է լինում մեր հայկական հարսանիքները։ Մասուր մաքրում, տնում պետչի վրա բենայ, իփիմալի երումա, հետո ահագին որ երումա, մի քիչ որ սարում ասկսում բենանի, ձերքով ստի տրորում էլի։ Հետո թեփերը հանում, քամում։ Բեն ինչն ասում է, քամիչով քամում, հետո այդ սոկը տնում եմ երանորից երկու անգամ քամում, էլի որտեղ փշեր կա մեջը դա պիտի երկու անգամ քամում անում։ Ձեզ Ռուբիկ, նամակ ունեք։ Փորձում է Գաբրիելը այս տունը բացահայտի, որովհետև շատ սիրուն տուն է։ Ռիտա տատիստը հարսս եկած։ Քանի տարվա հարսս։ 50 լավն պահած բայց քեզ։ Դե հələ ուրեմն լավ պահածալի միջև այս վախտիկ մնում։ Գլխավոր ցանկություններից մեկն էր այս յուղում, որպեսզի ես բացահայտեի այս տան ներսը եւ բարեհաջող մենք կարողացանք մուտք գործել տեսանյութում կդիտեք։ Այս տարածքի վայելահողերը լավագույն էին։ Գրում է Գրիշա Սմբատյանը, իսկ Ոմն Մահմուդ բեկը հանգիստ չէր տալի շինականին։ Զինված պայքարի առաջնորդը, Մերանղուլու որդի Ստեփանը, լավ ճանաչելով իր մարտիկներին, ովքեր ըմբոստ էին եւ անհնազանդ, հրահանգ էր տվել սուր եւ հրացանչ օգտագործեն, արյուն չթափեն, կռիվ տան մահակներով։ Կոնկուրսների մասնակցած եմ, Պենմրած, Հայաստանի, Մոսկվայի առաջ տեղապրնած, Երևան, Հայաստանի մրցումներ, ֆոտոյի մրցումներ, մի շարք մրցումներ եմ հասկացրած,
Այս գյուղ որ եկանք, հենց առաջի հայացքից այս տունը ինձ գրավեց։ Ման է, սա որ ուժեղ տներից մեկն է, իմ կարծիքով։ Ճիշտ է, ցավոք խվոց տնա, բայց եթե Ափսոս անձբաղ չէ, ներ սարը չունիկյամա։ Չունը ենքան գեղեցիկ աստա հետ սրվամ։ հա շատ սիրուն տեղ։ Գեղեցիկ ալա։ Ռուբիկ պապի, Հա, այս տունը որ թվի տուն է։ իմ պապիկը, փորոս դերը։ Հա, Այս տունը ինքն է իրան ձեռով սարկած։ Ինքը համ պլոտնիկ էր, համ պատշար էր, համ ճարտարապետ էր։ Խափանում են մոստեր կար, որ քայքայում ալա։ Որ կարամ չլա, ինքը լա տանում հետ, բանը ասենք, մոստերը սարկում, հետո սայան, ներքևն ալ ғաբա, սերեստեն։ հա, ղաբա, կարող եք տեսնել ներքև։ Նամակներ են գնում դառնում եւ հերրակա նամակներով երկու մեծ գյուղ, երկու կոլխոզ իրար հետ են ծանոթանում։ Հաղթանակով ետ դառնալով ամեն մեկը դեպի իր տուն, նրանք տարան իրենց սրտում մի այնպիսի մտերմություն, որ ոսկու պես չի ժանգոտում։ Ման է մտել է իր դերի մեջ։ Ռուբիկ պապի, սաղ տինելու միրա տեղը։ Այս է արկանքով։ Ես ու Հայկը մտել ենք այն իմ ամենասիրելի տներից մեկը, ու սա ղաբա համարվում։ Տեսնեք։ Մենք գտնվում ենք Արծվանի գյուղում, ամենայուրահատուկ տներից մեկում, սա առաջի հարկն է, ղաբա կոչվում։ Այնտեղ եթե նկատել եք ծիծեռնակը բույն էր շինում եւ շինում էր եւ երգում, ամեն մի շուխ կպցնելիս իր առաջվա բույնն է հիշում, ապրես Հայկ, իսկ ստեղ եղեգա, մենք իդեպ եղեգյուղում եղել ենք, ու Հայկը ասում է, որ եղեգից ժամանակին պատրաստում էին մահճակալներ, երեխաներ, աթոռներ, բայց ամենակարևորը արի կենտրոն ման է, ու այս փոքրիկ պատուհանից միանգամից բացվում է տեսարան Խուստուբ լեռը։ Քարերի երկիր են կոչում Հայաստանը։ Աշխարհի իշխողության մեջ Հայաստանը լեռների, քարափների, վանքերի եւ ձորերի մի զանգված է եւ եթե ծառ է, ապա ոտքերը քարերի արանքում թողած։ Եթե խաղողի վազ է, արմատները ծակած, անցած քարերը։ Քարերից ենք շինել մեր տների պատերը, վանքերը, բերդերը, կամուրջները, գերեզմաները։ Եվ իզուր չէ, որ ասում ենք քարե Հայաստան։ շատ է լավ է։ Նախ շուտ կնեգս է։ Թորներ օնիկ, Ունեմ, որտեղ են ապրում։ երեք բեն աղջիկս գորիսա, Հա։ երեք հատ խոխոնը, երկու աղջիկ մի տղա։
Սա տատի ես գյուղից եք, Ես լայ գյուղից եմ, ես գյուղի հարցը։ հարց։ Քանի տարի ամուսնացած եք։ Ամուսին շուտամահացել, բայց ահագին ժամանակա 77 թվականից ամուսնացած եմ ես։ Այս գյուղի դպրոցն եք սովորել։ Ես գյուղի դպրոցն եմ ավարտել, ես Երևան ինստիտուտն եմ ավարտել, ես գյուղում եմ գնացել աշխատանքի։ Իսկ որպես ինչ եք աշխատում։ Որպես ավակ հաշվապահ եմ սկսել։ Հաշվապահ։ տարի, հետո 13 տարի գլխավոր մասնագետ։ Իսկ մինչև արդեն բարձրագույն կրթություն ստանալը գյուղում դպրոցական տարիներին նաև ինչով եք զբաղվում գյուղում։ Գյուղում ամեն ինչով եմ զբաղվում եմ։ Սենց չէ, որ բարադի փողոցները թափին։ Այդ ժամանակ մեզ եկան աշխատանք։ Ամենասիրելի զբաղմունքը որն էր։ Դպրոցից գալիս էիք, գառները պահում էիք։ Գառներն եք սիրում պահել, թե դա սովորել։ Դասը գրքերը հետերները ստանում էինք։ Հետո Այ, գալիս Ես կողմի արդեն աշխատանքը։ պատկերացրեցի Չգիտեմ, սարուն։ այգում պիտի այգին փորիկ։ Ես իմ մեր աշխատանքները մուկ 5 քույրիկ էիք մի եղբայր, բայց մեր աշխատանքները իմ պապաս ու մամաս բաժանած էին։ Մուկ պիտի գայի դպրոցից արդեն իմանում եք, ինչ ով ինչ գործ պիտի անի։ Բայց բոլորս էլ գերազանցիկ էիք սովորում։ Եթե մեկը 5 ես սանում, այն ժամանակ 5-ն էր։ Այսօր ես 4 ստացա, այն ընկերս 5 ստացա, տենց բան չկա։ Պիտի գիշերն էլի հասցնի, որ ես 5 տանեմ։ Իրեմ սարքել։ Որտեղ է թոնիրը։ Հնորն եմ գարավ։ Ասում էին սա նվեր է Մայրիկից Գարեգինին։ Հիմա հասկանանք, թե ինչ նվեր է։ Տիկին Արուս, Ես որոշել եմ թոնիր պատրաստեմ իմ հայաթուն, իմ տան մեջ լինի թոնիր։ Վերցրել եմ մի հատ թել, մետրամոց ծալել եւ դրել սենց պտտել թելը։ Կուրուկ բացել եւ ինքս ինձ շարել, մոտորապես պատկերացրել։ Եվ ստացվել է թոնիր։ Դրա համար տարվա մեջ խփում եմ 2-3 անգամ, հաց եմ խփում, բայց նոր տարուն անպայման եմ խփում, բոլոր հարևաններով, բոլոր բարեկամներով եւ բաժանում եմ։ Եվ որ ասես, այդ հացը մնում է տանը, չի մնում։ շատ շնորհակալ ենք, որ մեր օրերում թոնրի ավանդույթը պահպանում է։ Բա աշնանտոնին ուտեմ խփել, տարել դբրոցի գազանով մեծ Թոնիրն է։ Հա, թոնիրում տարել դբրոց, բաժանել բոլոր դբրոցին, դասատուներին, աշնանտոնի, փառատոնի, արդի։ 21-րդ դար, 20-րդ դարի դարասկիզբ։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, պսակվելուց ոնց են պարել այս ձեռքերը, մոր ձեռքերը։ Հարգարժան մեր հետևորդներ, ինչպես գիտեք, մենք մեր կապանցի գրողներից միշտ գրքեր ենք վերցնում եւ նվիրում ենք այն գյուղացիներին, ովքեր սիրում են գիրք կարդալ։ Ուրեմն տեսեք, թե ինչ խնդիր է։ Գյուղացիները սա անվտանգության շահերից ելնելով փորձել են լուծում տալ եւ իրենք անձամբ այս հարցը լուծել են այսպես։ Ես հորդորում եմ գյուղացիներին, եթե կա նման խնդիր ու վտանգ է սպառնում, դիմեն համապատասխան մարմինների, թող իրենք գան, վերցնեն ու գնան, բայց այսպիսի պատկերը կարծում եմ ել ավելի վտանգավոր է կյանքի համար։ Նայում ենք ձեր արձանացած աչքերին ու մրմնջում։ Տղերք, ձեզ ինչպես խնդրենք, որ տուն վերադառնաք։ Մանուչարյանի հիշատակին ջուրը բերվել է 1928 թվականին երախտապարտ հետնորդներից 1985 թիվ։ Տեսածս ամենալավ մանկապարտեզներից մեկն է մեր Կապանի գյուղերից։ Առանձնահատուկ դերակատարություն ուներ պատմության էջերում Գրիշա Մեսրոպի տեր Հարությունյանը,
Մեսրոպ քահանայի որդին։ 1906 թվականին լինելով դաշնակցական, ակտիվ մասնակցություն է ունեցել ինքնապաշտպանությանը, եղել է Արծվանիկի ուժերի հրամանատարը, համագործակցել ֆիդայական գործիչների հետ, ղեկավարել է Արծվանիկի աշխարհազորը, Եղվարդ Ագարակի հաղթական ճակատամարտից հետո ընկել է դարանակալ Թուրքի գնդակից։ Արցվանի գյուղի գյուղապետարանի եւ գրադարանի շենքից սահուն քայլերով գնում ենք պաղ միապաղաղ դեպի սպասարկման ոլորտ, որը ժամանակին եղել է ուսուցչի տուն։ Այստեղ հայփոստն է, պատկերացնում եք անգամ գեղեցկության սրահ կա։ Կեցցեն Արցվանի գյուղի բնակիչները, 3 խանութ կա, 5 խանութ կա, եթե։ 5-ն էլ պահպանվել է։ Շտեքյունը մենք։ Մեջբերում Սյունիքը փորձության մեջ գրքից։ Հայրս Տեր Մեսրոպը գրկել էր եղբորս դիակն ու ողբացել։ Մեռավորթիս։ Նա 2 սիրտ ուներ՝ վեհ գթության եւ անվախ քաջի։ Հա նորից հայկ, որ կտրումը սի։ Կտրումը ստալերը։ Հա։ Ինքը այդ ներսից ջուրա դեսկություն պին թեղուկա։ Մեղր իմանավաս թունավոր։ Դու կարող ա վերջում տրնաս այս գյուղի գյուղապետը հայկ։ Չէ։ Չէ։ Քաղաքապետը սոզ ընտրնա։ Ինչա։ Թաթիկով արեք, թաթիկով։ Լա։ Մեր զույգ երեխեք հետ անունները ո՞նց է։ Լիլի Լուսի։ Լիլին Լուս, հիմա ո՞ր մեկն է Լիլին։ Լիլին է։ Ո՞նց է տարբերում։ Լիլի։ Լիլի։ Դու ես Լիլին։ Ոայ, իրանք անունները գիտեն։ Ղափանյան հոգևոր տոհմերը ազդեցություն ունեին հասարակության վրա, աչքի են ընկնում իրենց վառ անհատականություններով, ժողովրդին ծառայելու, նրան օգտակար լինելու բազմաթիվ օրինակներով։ Հոգևոր տոհմերը ծագում էին գյուղերից եւ ապրում էին գյուղերում։ Արծվանիկում Տեր Հարությունյան տոհմն էր եւ Տեր Օհանյան։ Apuntalum cuci hota, hora ho, herne apan mina kayle, derde sırten tena kayle. Eti bürden boy kışetsir, derde sırten kışetsir, hoara ho apanmata, apuntalum cuci hota, hoara ho.
ան է, վանքն է, խաչ, Խաղաղուբան է։ արև ու ելի մեր հետևորդներ, այժմ ես գտնում եմ եկեղեցու հարակից տարածքում, այս շենքը եղել է առաջին կինոտունը, չէ, որտեղ աշխատել է Իմ պապիկը անունը Արարատ է, իր մականունը Թոթի։ Ինքը այստեղ աշխատում էր Մհեր Մկրտչյանի հետ, ինքը այստեղ գալիս էր միացի ֆիլմ էին ցույց տալիս, որտեղ նկարվում էր Մհեր Մկրտչյանը, իրանք մոտ ընկերներ էին, միշտ միասին էին, կամ պապիկս էր գնում իր մոտ Երևան, կամ ինքն էր գալիս այստեղ։ ով է պատմի բայդ, Պապաս, պապան, պապիկս։ տեսեք, ինչ հայկական լավ ընտանիք է, Այստեղ առաջ կար կատելնի, որ վառում էին ամբողջենք տաքացնում էր։ Ապրես 1907 թվականի Շուշիի Ղարաբաղ լրագրում հրատարակվում է մի աղյուսակ, որտեղ 7 գյուղական հասարակության 38 գյուղերի պատկերն այսպիսին էր։ Արցվանիկի հասարակությունը 4 գյուղեր ներառում։ Երիցվանքում կար 173 տուն, 1311 շունչ, 500 վարելահող, 145 արոտավայր։ Արծվաշու գյուղի արծվանիկը, հզոր պատմությամբ, որ հոգիդ է կեղեքում, անվերջ պայքար, բայց միշտ հաղթանակած։ Տանում եմ ձեզ սովետական միություն, եկեք։ Կհիշեք։ Այո։ Հեռուստացույց։ Նկարը, որ գրեթե բոլորի տներում կար։ Դուրս գալով փողոց Գարեգինը նայեց ժամացույցին։ Դեռևս առավոտյան 6-ը չկար։ Յուղին բնորոշ։ Մեր տունը բարձրիկ բլրի վրա էր, մեր տնից ձեր տուն քար ու քռայր, աղ բոլոր տարին անգութ էր, մի օր փոթորիկ, մի օր կարկուտ էր, թե մինչև անգամ օրը քնքուշ էր, իմ մայրը անձրև, քոնը մշուշ էր։ Ուր որ գնայի իմ բախտն ինձ հետ էր, ձեր տունն ինձ համար բերդից էլ բերդ էր, 7 օր 7 գիշեր ձեր դուռը բաց էր, 7 օր 7 գիշեր սիրտս մեռած էր։ Երրորդ դարասկզբի կողպեք 21-րդ դար։ Գյուղն ապրում է, ծաղկում ու շենանում։ Այս գյուղն էլ բացահայտեցինք Հայկի ու Լեռնիկի հետ եւ զարմացել էինք, թե երեխաները որքան պատրաստակամ են աջակցելու մեր հաղորդաշարին։ Այստեղ մենք նստում ենք ժողովուրդ ու իմանում մի կաղնու պատմություն մեր Հայկի կողմից։ Պապիս պատմած է ինձ, որ մի անգամ մի մեծ մարդ այս կաղնու ճյուղից պոկել է, իրան խանգարում էր, կտրել է ու ինքը վարակվել է շատ մահաց ու հիվանդությունով, որն ընդհանրապես չի բուժվել։ Տարբեր բաներից հետո որ եղել է դեպք, որ էլի մի քանի այդպես մարդիկ պոկել են ու էլի հիվանդացել, մահացել։ Հիմիկվա Զանգիլանից մարդ են բերում, որ բուժի։ Ասում է ինչա պատահել, ասում է ոչ մի բան։ Ուղղակի կաղնու ճյուղը պոկել է, ասում է չգիտեք, որ սուրբ ծառի ճյուղը եթե պոկում ես, մահացու հիվանդություն ավես վարակ։ Հայկը, եհիպ տեսնում մտանա, սա հոր գյուղացիներ, ստեղ հվակում, էդ խեան հվակ։ Ադը խեն հվակվում, սա ցելի ամառ, վրկյամն ծորենը հնձում, դաշտերը վարում, խոտը կապում, քելաշ կապում, կյամն ես հովում նստում, մարդն բաժակ պեն խումում, ու տշխումուշ իրանց վայլում։ Մենք սենց գնում ենք Արծվանի գյուղի հին եկեղեցիներից մեկը բացահայտելու համար։ Ես գտնում եմ գերեզմանատան տարածքում։ Գերեզմանատան տարածքում նաև գտնվում է հին եկեղեցի, իսկ գյուղացիները ասում են, որ ժամանակին
հին բնակավայրը եղել է հենց այս տարածքում։ Հետո կպարզենք, թե որ թիվ է այս եկեղեցին։ Այն մեր, որ երկնքում ես, Սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Հանապազորյա հացը տուր մեր այսօր եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես եւ մենք եք թողում մեր պարտապաներին։ Եվ մի տանիր մեզ փորձության, այլ փրկյա մեզ չարից։ Քանզի քոն է արքայությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Պապիկիս եղբայրը Անդրանիկ Անդրեսյանը, որը գնացել է բանակ, ինքը այնտեղ բացի բանակում, այսպես են գնում, նա նաև Ռուսաստանում աշխատում է Սուզանավի վարորդ, նա այնտեղ տարիներ աշխատել է եւ հիվանդացել, եկել այստեղ, նա զբաղվել է ծխախոտով եւ հիվանդացել եւ այդպես էլ մահացել։ Արծվանի գյուղի բարեգործը Միշա Մարգարյանը ճիշտ է, դժվար հասանք այստեղ, քանի որ դուռը փակ էր, մեկ ստիպված ցած կատարեցինք եւ այստեղ գտնվում է մատուր եկեղեցի։ Հենց բարեգործի ու հուշարձանի մոտ գտնվում է Սուրբ Մարիամ Աստվածածին մատուրը, ով հենց կառուցել է մեր բարեգործը։ Ողջույն օրը ցերեկո։ Չորս։ Ուշադրություն, այժմ ելույթ ունենա Գաբրիել Ջիգը։ Թեկուզ քուքաշն մակրիտա, բրոյի, թեկուզ քուքաշն ալմաստան, բրոյի, աչիմիտաչիմ հերասի, քիսկույարեմե, բարեմե, Yarchimitaçim heratsi kiskuyareme bare Որք վերցրել ես գնացքներ սովետական գրողի գրքից։ Դնում եմ դարակում։ Կվերադարձնես։ Զոր դիտեք մեզ ինձ հիմա որտեղ են բերել մեր գյուղի տղեկը Լեռնիկը եւ Հայկը Ստեյց ուրեմն միացնում էին ֆիլմը վանը եւ ցուցադրում լուսավիկները ստեյ կեն մշակույթի կենտրոնում նստում են եւ այնտեղ ինչպես տեսնում եք բեմն է գտնվում տեսակ չէ հերախոսը չգցեմ ճիշտ է շատ դժվարությամբ մենք հասանք այստեղ բայց շատ ուժեղ պատմություն կա տեսեք թե ոնց ենք մենք բարձրացել սա ծառի ճյուղերը սենց մտել թզենի է ու նույնիսկ կարող եք դուք տեսնել տեսնեք ու այստեղ հենց այդ վայրն էր որտեղ որ ֆիլմ են ցույց տալիս հետևում Արծվանիկ գյուղն է Զախարյանի նախագծով կառուցված հուշարձանի ժապավենը կտրեց պատերազմում 3 որդի կորցրած մայրը 70-ամյա Ստեփանյանը Հուշարձանը գյուղի 5 գերեզմանատան տեղում տեղադրվեց Սուրբ Հռշնի ծառի մոտ Տարօրինակ լռություն էր տիրում գյուղում
Մեկ էլ կոստյումով մի մարդ համեստ կանգնած էր իր համար։ Մոտեցանք ու պարզվեց ով է, գնդապետ, մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արարատ Մանուչարյանն է։ Պատերազմի տարիներին նրա մեջ բացահայտվեցին զինվորական հմտություններ, ունակություններ, հայրենիքին ծառայելու պատրաստակամություն եւ այլն։ Զինակիցների փոխանցմամբ որպես գումարտակի հրամանատար կարևոր հանձնարարություններ էր տալիս, համոզված լինելով, որ մարտական գործողությունների փորձը, գիտելիքները, իմացածը կփոխանցի սկսնակ մարտիկներին եւ մարտական առաջադրանքի կատարումը ապահովված կլինի։ Մի հատ արթուկ ամենք։ Գիտես չէ՞ որ քարածուխ են։ Նրա նվիրված ծառայությունը աննկատ չի մնացել, արժանացել է մեդալների եւ այլ խրախուսանքների։ Իսկ հայրենի եզերքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար գնդապետ Արարատ Մանուչարյանն արժանացել է կապան ոսկե հուշամեդալի։ տարբեր մարդիկ։ Ղափանի 38 հայկական գյուղից 2 գոյություն ուներ պետական տարրական դպրոց, դրանք Արծվանիկն ու Գյուտկումն էր, հասարակությունը դրական էր վերաբերում դպրոցին։ 1855 թվականին եկեղեցուն կից բացված ծխական դպրոցը սովորեցնում էր տառաճանաչություն և պարզագույն հաշիվ։ 1870 թվականին Էջմիածնի թույլտվությամբ գյուղում դրվեց դպրոցի առաջին հիմքը, դասերը սկսվեցին 1872 թվականին, դպրոց էին հաճախում հարևան գյուղերից։ Պատկերացնում եք այս դպրոցը ինչպիսի շրջանավարտներ է ունեցել, հիմա կիմանաք։ Արեգնազան Մանուչարյանը, ով ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ֆինանսավորել է, որպեսզի դպրոցում կատարվեն շինարարական աշխատանքներ։ Սանհանգույցն է վերանորոգվել, գույքն է փոխվել եւ սա իհարկե մեծ խոնարհման է արժանի։ Մենք Արցվանիկի միջնակարգ դպրոցում տնօրենի հետ ենք հանդիպել ու այնքան հիացմունքով է խոսում աշակերտների մասին, որ մենք ուզում ենք բոլորին ճանաչենք։ Ահա որսացինք հետաքրքիր մի աշակերտի Արմենին, ով պատկերացնում է քաղաքից ամեն օր այդքան հեռավորության վրա գալիս հասնում է այստեղ, որպեսզի ստանա լավագույն կրթությունը։ Արմեն, կասես ինչու ես ընտրել հենց Արցվանիկի դպրոցը։ Դե նախ ես ասեմ, որ մեծացել եմ այս գյուղում, առաջին 3 տարից անց եմ կացել այս գյուղում, շատ հարազատ գյուղ է ու ընտրել եմ գյուղը, քանի որ գյուղում ավելի հանգիստ է, սովորելը եւ ավելի հոգեհարազատ գյուղ է։ Հոգեհարազատ գյուղ է։ Իսկ ինչ հաղթանակներ ես ունեցել այս ընթացքում, թե կրթության եւ թե սպորտի բնագավառում։ Դպրոց առաջին հիմնական դպրոց ավարտել եմ Կարմիր ատեստատով, նաև վերջին Հայաստանի առաջնությունում կարատե մարզաձևով գրավել եմ 2-րդ տեղը։ Գեցես, որտեղ էր ընթանում առաջնությունը։ Երևանում։ Իսկ ով էր մարզիչը։ Ընկերանն։ ապրես։ Ժամանակ որ պարսիկները գրավել էին Հայաստանը, հատկապես իրանք տարածքները որ վերցրել են, այդ պարսիկները հիմնականում գալիս էին Երիցվանք, այդ վանքում էին, այդ Երիցավանիկ, ընդեղն լահալի բանանում հավաքում իրան բանական դեղեր, հետո որ մելիքները ծրված էին, Հայաստանով մելիքները իրար հետ համերաշ չէին, դուք գիտեք, որ Դավիթ Բեկն է եկել դրանց ականջները քաշել, ընդեղ այդ Թորոս իշխանը ուներ շատ սիրուն աղջիկ, Թորոս իշխանը իրենց բանի հետ բանի, նանուն ինչա այդ մեր Թորոս իշխանն էլի, ասենք Սյունիքի իշխանների հետ հողային պրոբլեմ ուներ, ինքը այդ հողային պրոբլեմը չի կարողացել լուծել, հիմա ինքը որպեսզի կարողանա այդ բանը
մեր Մելիք Փրանգյուլը ինքն էլ օգտե հողեր ունենա ինքը, այդ տարածքներ վերցնի, ինքը պարսիկների հետ պայմանավորվում է, նույնիսկ համաձայնության է գալիս, որ իր աղջիկը կնության կտա պարսիկ շահի։ Հա, այդ կինոյում կա կարծեմ։ Դավիթ Բեկ կինոյում կա կարծեմ դա։ Դրանից հետո, որ սկսում է այդ պատերազմը, սկսում է Եղվարդի տակ։ Այնտեղից որ թուրքերը պետք է գային, այդ պարսիկները պետք է գային, այդտեղ Թորոս իշխանը իրան զորականներով, իրան զինվորներով կտրում է դրած ճանապարհը, այն միջև էլ պայմանավորվել էին, որ բանը Մելիք Փրանգյուլը Թորոս իշխանի թիկունքը պահելու է, ասինքն իրանք որ սկսեն կռիվը, Թորոս բանը Մելիք Փրանգյուլը ստայից իր աջոկատով միանալու է բանի թիկունքը պահելու համար Թորոս իշխանի։ Այդտեղ արդեն պարսիկներին համարյա հաղթում են մեր ասենք հայկական հայոց բանակ չասենք էլի վերջ այն ժամանակվա հայերը հետո պարսիկները արդեն նահանջով հետ են գնում այդ պահին բանը Սուրհանդա կավարկում պարսիկ շահին որ դուք հետ եկեք սկսեք բանը ես Թորոս իշխանի հետևից կհարված եմ եւ այդպես էլ անում են Թորոս իշխանի հետևից Մելիք Փրանգյուլը իրան ջոկատով հարվածում է եւ ահագին զոհեր են տալիս եւ բացի այդ գերիներ են վերցում շատ գերիներ վերցրած գերիները տեղափոխում են մեր վանք այդ տարածքը մուկլավանք կասում այդ վանքի տարածքը այնտեղ արդեն ասենք գերիները արդեն պահում են պահակները նշանակում են սյուն են իմանում որ Թորոս իշխանի քրոջ տղան Եվս գերի է անգել, գերի չընկել, գերի են վերցրել և ինքը որոշում է, դե երևի իր նշանացներ կամ Սյունեն այս գյուղից էր։ Այո, հետո որոշում է, որ անպայման իրան ազատի կամ մի փրկի մի ձևի, մի տղայի հետ, չգիտեմ, մեր գյուղի մի հատ էլի իր տարիքի մարդու հետ, բարձրանում են վանքը, խոսում են այդ պահակների հետ, թուրքերի, կաշառում են, այդ տղային իրանք չեն ասում, ում են ազատում, իրանք ասում են, ստե մի գերի կա, ուզում ենք մենք դրան տանենք, էլի, գալիս են վերցնում են տանում, դերսյուն են ճանաչում էր, Թորոս իշխանի քրոջ տղային վերցնում են, գալիս են ծակ ծառից անցնում են, այս Սարալենջում, մեր SS գյուղի, այս որ բարձանում ենք, ստեղ առաջ ճանապարհ կար, դեպի վանքը ընդեղից, այդ հետեղ տանում են, դե սպասում են, իրիկվա կողմը, որ Մելիք Փրանգյուլը իջնում է, իրանք դուրս են գալիս առաջ, սպանում են Մելիք Փրանգյուլին կրակոցով, հետո այդ ձին, որ ձիա թե ջորիա վերջը, որ արդեն ինքը վազում է դեպի իրենց տարածքը, չէ, ասենք Առնաձոր, ընդեղ վազել գալիս այնտեղ տեղ գալիս, դի թեքվում է, տակով նա մտնում, ոտ ենդի կիրճա, չես կարա մտնես, դե թեքվելու ժամանակ ընկնում է տեղ, լատեղ էլ կցում են հողի տակ, մի հատ էլ անշուք քար են գցում եւ այդ պատմությունը ճիշտ է ասում որ բոլորը գալիս են թքում էին նույնիսկ երեխեքը նույնիսկ կային մարդիկ երիտասարդներ որ ճիշտ էին անում դա այն բանն է որ ասենք դավաճանին արժանի մատուցումը հատուցումը սա է եւ այդպես էլ մեջև հիմա այդ քարը մնում է ասենք պատերազմի պենի ժամանակ թուրքերի հարվածի ժամանակ կարողանան միասնական պաշտպանվեն չապնին այդպես է եկել Սևակարը այդպես է եկել, չապնի ներկենանցը այդտեղ չէին, հետո են եկել, ասինքն մոտիկ լինեն Արցվանիկին։ Արցվանիկը Ռաֆին 1831 թվականին Արցվանիկում եղել է կարծեմ։ Դպրոց։ Հա, այդ դպրոցը կար, ուղղակի այդ ժամանակ որ ինքը եղել է օգոստոս ամիսներ, իրան լավ հյուրասիրել են, հյուրասիրողներից մեկը եղել է Տնելա Ստիկրանը, այդ հիմա իրան ժառանգությունից կա էլի, նո այնտեղ իրանց տանն է մնացել, հետո առավոտը չգիտեմ ով է ջորին բանը տվել, Ռաֆին որ գնա Գորիս։ Ռաֆին այդ մեր գյուղացուն այդ բանը տվել է իրան, ինքը այդ ջորիով գնացել է Գորիս։ Այսինքն դեղից տենը ես չգիտեմ հետո ինչ ա եղել, բայց գիտեմ որ այդպես լավ ընդունել են։ Հետո դպրոցի առաջի զանգը այդպես ասում են Ռաֆինա չէ տվել, բայց դա առաջի զանգը չէր էլի, ուղղակի այդ վախտը համընկել է, այդ տարվա համար որպես զանգ տվող եղել է Ռաֆին։ Սվանիկում ամենամեծ քանակության բնակչությունը եղել է 1914 թվականին, այսինքն առաջին
պատերազմի ժամանակ, համաշխարհային պատերազմի ժամանակ, որից մեր գյուղացիք շատ են մասնակցել։ Սմբատյան Գրիշայի բաներում կա այդ մեր գյուղաց, այդ որ ասում ենք 14 թվականին այդպես շատ էր բնակչությունը, դրանից հետո աստիճանաբար պակասել է նաև այն ժամանակ, որ արդեն մարդիկ աշխատանքի առումով քաղաքում, որ արդեն հանքարտանբերությունը սկսեց զարգանալ, գնացել են։ Օրինակ 1929 թվականին առաջին անգամ որ գնացքը մտել Աղափան, որ ճանապարհը սարքում են, մեր գյուղացի շատ մարդիկ կար, Մոսի դային լա, Մակի Չամին լա, Առաքել դային լա, Նվասար դային լա, Օհանաց նվասարդը լա, մի քանի նվասարդներ կա։ Ես իրանց հետ ուղղակի քիչ-քիչ աշխատած եմ, խոխավախտս իմ պապաց տանում լա, իրանց հետ իրանց պատմություններն եմ ես ասում, չէ՞ ուրիշ հետո տեղ որ պակասալ է բնակչությունը բանը, բայց գյուղը, մեր գյուղը հիմնվել է իսկական որպես արծվանիկ, այսպիսի արծվանիկ 1830-ական թվականին, ուրեմն մեր տղաներից մեկն է մահացել, Հայրյան Սամվելը, իրանք 200 տարի ապրել են այս գյուղում։ Ամենա ճիշտ խոսող մարդիկ, դա մեծ մարդիկ էին։ Այդ մեծ մարդիկ իրանք տեսել են։ Օրինակ ես կարող եմ ձեզ պատմել 1979 թվականին Ռոստովից Բարաբոխին Իվան Իվանիչը եկել է Աղափանի շրջկում եւ ասել է, որ արծվանիկցիները բոլշևիկների զոհերի համար հուշարձան պետք է կառուցեն Սանդուխլուվում, այսինքն որ գնում ես դեպի Երիցվանք, աջ կողմի վրա տեղ կա, պետք է դեղ սարքին։ Մեր դիրեկտորը ընկեր Մկրչյանը շատ էր անհանգստանում, այնտեղ շատ դժվար է գնալը, շատ դժվար է այնտեղ շենք կառուցելը կամ ինչ որ բաներ կառուցանելը, բայց ընկեր Մկրչյանը ռայկոմին խոսք ա տվել, որ կանենք էլի, հիմա ես էլ այդ ժամանակ կազմակերպիչ էի, այդ Բարաբոխինը որ կամա գյուղը, իրան լավ ընդունում ենք, պիոներ ենք ընդունում, խոխեք այն ժամանակ 150 խոխալա ծափեր, ողջուններ, օպենով, վերջը Բարաբոխինը ահագին ոգևորված ստեից գնում է։ Հետո որ բան անում, մի օր ընկեմ Կրչյանը տեսնում մի քիչ ուրախ է, մի քանի ամիս հետո ասում եմ Կրչյան չապտած, կարող է ռայկոմը հրաժարվել այդ կառույցից։ Ասում է չէ, Բարաբոխինը մահացել։ Բարաբոխինը ամեն մի անջուկս էս քանն է, անկեղծության մաս։ Այս վասի դային գումչելի, գումա որ պարտվելու է, պահինչան է որ պարտվեջ Եկենալիս իրանք ողքեն են նստած, ցեք դուրմա ծոնգուն են իրան, մատերավ հոպ տամ, իբրև երակենում, ծոնգուն ու կոտրում։ Հա, տա ասացա մոս դայն պենն ասացին։ Այդ ոքում լա իրանց այդ բան այդ տիզմիզիկը։ Հետո այդ Թալիբանը հրաժարվել։ Վասի դայն դրլա ամենաուշեղ քայլևանը։ Մեր դպրոցի լավագույն տնօրենը հիմնականում վաստակավոր մանկավարժ Արսեն Բաղդասարի Մկրչյանն է եղել 36 տարի տնօրեն է 36 տարվա ընթացքում ինքը ճանաչվել է ինքը 1957 թվականին ստացել է վաստակավորի կոչում Արամ Խաչատրյանը որ եկել է ստե ինքը արդեն վաստակավորի կոչում ուներ ընկեր Մկրչյանը դե շատ խիստ մարդ էր խիստ որի ինչ իմաստով եմ ասում կարգապահ բանակային բանով sense յումռ ուներ էլի Դե դրանից հետո մինչև 1982 թվականը ինքն աշխատել 1982 թվականից մինչև 88 թվականի օգոստոսը աշխատել է Մանուչարյանը ինքը այդ ժամանակ ուսմասվար էր ես կազմակերպիչ ինքը գնացել է տնօրեն ես դարձել եմ ուսմասվար Գյուղը ունի երկար պատմություն 1500 տարի ասում են հանրագիտար ամն ասում բայց գյուղը հիմնականը ներքևն է եղել այ խոստի տակ այս բանը հողը որ մեր չանման դեղ է եղել դեղից տեղափոխվել աստե 1500 տարի առաջ Բախի է տեղափոխվել այդ թուրքերի հարձակումներից ասենք շոկ տեղ լա յուրակ տեղափոխվել պատերազմներ բանման փոսի մեջ ալա բրսրացալ լեռան տակ Այժմ մենք գտնվում ենք Երիցավանք վանական համալիրի տարածքում Եվ եկել ենք բացահայտելու միասին Հարութի հետ, ով դպրոցի լավագույն աշակերտներից է Բոլոր առարկաներից ես որոշակի տեղեկություններ ունեմ
բայց ավելի շատ ես խորացած եմ հենց բնագիտական առարկաներում, հատկապես քիմիա եւ կենսաբանություն առարկաներից, որովհետեւ իմ նպատակն է բժիշկ դառնալը։ Փոքր ժամանակվանից է հետաքրքրել քեզ։ Փոքր ժամանակ այս առարկաները այդքան չենք անցնում, բայց հենց 7-րդ դասարանից երբ արդեն սկսեցինք կենսաբանություն, քիմիա անցնելը, շատ հետաքրքրեց ինձ ու ես հասկացա, որ հենց բնագետ եմ լինելու, ոչ թե հումանիտար։ Իսկ երբեմն մտածել ես, որ գնաս քաղաքում կրթություն ստանաս, դպրոցը փոխես, գնաս քաղաք, թե? Իրականում ոչ։ Գյուղից սերվել են տաղանդներ։ Վառ մի օրինակ, Գևորգ Հարությունյան։ Ուրախ ենք, ով մեր ընկերն է ու լավ բարեկամը։ Այժմ Միացյալ Նահանգներում շարունակում է օտար ափերում ստեղծագործել հայեցի։ Նրա մեջ արվեստն է խոսում եւ դա կապանցին զգաց, երբ տնօրինում էր մշակույթի կենտրոնը։ Հայաստանի անունը բարձր պահեց ու մեծ հսկայական բեմերում ծածանեց եռագույնը։ Քեզ ջերմագին մեր բարևները, փորձիր վերադառնալ, արցվանիկում մանկության քո ճիճն է աղաղակում։ Սուրբ են ձևացել, ուրանում է մայրու մանուկ, եղբայրու քույր, ուրանում են մոռանալով հավատուս էր Սուրբ հայրենիք, ուրանում են միայն ժամանակ։ Հան կապանը ողջունում է բոլոր արցվանիկ գյուղացիներին։